պարոն Նացականյան, բարև ձեզ։ Այսօր այստեղ հավաքվել են էկոակտիվիստներ, դուք եք այստեղ ծառահատումներ են իրականացում, սակայն քաղաքապետարանը նշում է, որ դրանք ծառահատում չեն, այլ փոխարինում են ծառերը։ Այս մասին է բողոքի ակցիան, ինչ կտա։ Իրականում նախ ես պետք է շնորհակալություն հայտնեմ բոլոր մեր մասնակիցներին, նախ կազմակերպիչները միշտ ես տենում եմ Facebook-ում տարբեր առիթներով փորձում են նաև կշտամբել որոշ մարդիկ, որ մեր չգիտեմ, Ռուսաստանից եկած հյուրերն են եւ ընկերներն են։ Այո, եւ պետք է իրեն շնորհակալ լինել, որ իրականում սա ամոթ է մեզ բոլորիս երևանցիներին, որտեվ մենք փորձեցինք առաջի անգամ, երբ որ Ալեք Մանուկյան փողոցի վրա համալսարանի դիմացի առողջ թեղիներն էին ոչնչացնում, ընդամենը հայ եկել էր 7 հոգի, ասենք եկել էր 10 ազգությամբ ռուս մեր ընկերները եղել են 10, եւ բայց մենք պետք է բոլոր իսկ մյուս անգամ երբ որ անցած տարի մոտավորապես չեմ հիշում մոտավորապես այս ժամանակներն էր, հա, երբ որ էլի հավաքվեցինք, այդ ժամանակ քաղաքապետարանը խոսք տվեց այլևս չի շարունակի, հետո գիտեք այնտեղ եկան դատական խնդիրներ բացվեց, իհարկե ցավոք այդ կասեցումը դադարեցվեց կասկածել ինչ որ դատարանի կողմից եւ հիմա նույն այս մարտիկ ուղղակի ավելի լավ են հասկանում, ավելի լավ են պատկերացնում ու ստացվում ավելի սրտացավ են Երևանի համար, քան 100,000-ավոր այլ երևանցիներ։ Եվ ես հիշում նաև շնորհակալություն ձեր խմբագրությանը ժողովուրդ թերթի, որտեղ մենք մի անգամ հիշում եք, որ ձեզ հետ ենք, չէ՞ որ Թումանյան փողոցով մոտավորապես մտան 30 տնտեսվարողների հաստատություններ, ասեցին, որ մի քանի դեռ չէին հատել անցած տարի ծառերը, 30-ից 28-ը ասեցին ընդհանրապես ոչ համ սեփականատեր են, համ բիզնեսներն էին, իրենց հետաքրքիր չի, որ այդ տասնյակ տարիներով առողջ ծառերը անօրինաբար ոչնչացրեցին։ Ստեղ իհարկե կարծում եմ, որպես համայնք Երևանը շատ մտածել եւ շատ անելիքներ ունի, եւ այսօրվա հենց կազմակերպիչները շատ կարեւոր նշան է, որ այլևս պետք է երևանցիները արտանան, շատ տարբեր կասկածելի գործակներ անում են քաղաքապետարանը սկսած ծառերի, ոչնչացումը, չգիտեմ, Կասկադի, այդ Օրբելու 35 հարգանի շենքերը եւ այլն։ Պետք է համախմբվենք, որ միասնական ճակատով պայքարենք, իսկ որ խայտառակությունը իրականում Երևանում տիրում, լավ դա պատկերացնում եք։ Պարոն Նացականյան, հատված ծառերը փոխարինվել են հուդայածառերով, ինչը շատ մասնագետներ նշում են, որ Հայաստանի համար նախատեսված չէ։ Այդ դեպքում ինչու է քաղաքային իշխանությունը դրանք տնկում։ Գիտեք, հուդայածառը, որ ասում են, նայեք, ինքը իրականում թուփ է։ Փորձեմ ես իրականում որպես քաղաքային պլանավորող, գիտեք, մենք շատ երկար ուսումնասիրում ենք, կարդում ենք, տարբեր զրույցներ ենք ունենում։ Մասնագետներ երբ որ խոսում ես, հուդայածառը ինքը թուփ է, ինքը թփից առաջացած ծառ է։ Հուդայածառը, երբ որ օրինակ վերցնենք Մոսկովյան փողոցի եւ դա եւս հենց այդ ծառի մոտ մենք տվել ենք հարցազրույցներ, տարբեր լրատվականներ, բայց կրկնվեմ։ Մոսկովյան եւ Մաշտոց պողոտաների խաչմերուկի հուդայածառը, որը մեր ընկեր Պերջը ժամանակին շատ լավ բան արեց, այդտեղ ազատ բնաբաժակ էր, հուդայածառը տնկեց շատ լավ էր, Երևանի այդ ամերիա հիմա այդ բանկի, հա, սա այդ նոր երաշտական դպրոցի դիմացի այդ լավագույն ծառերից է, շատ շնորհակալ ենք։ Բայց նայեք, այնտեղ ինչի՞ նոր ծառ չէր աճի, որտեղ արդեն կողքի պլատաներ այնքան մեծ են, նոր ծառի չեն թողի, այդտեղ համապատասխանաբար փոքր պետքա բան լետո ֆասադային ծառը, ինքը ավելի, այսինքն ֆասադները, որ ընդհանուր չփակվեն, բայց այդ ծառը եւ Թումանյանի տնկած հուդայածառը նույն ծառերը չեն։ Հուդայածառը շատ լավ է պարտեզային ծառի համար, հասկանում եք։ Ինքը որպես պարտեզում լինի, ինքը մայթի ծառ չի, մենք պետք է հասկանանք, օրինակ ավելի պրոֆեսիոնալ մասնագետներ, ոնց օրինակ Կրիստինա Վարդանյանը, ինքը շատ ավելի մասնագիտորեն կամ այլ կբացատրեն խնդիրները, բայց հասկացեք, Երևանում ծառերը ֆունկցիա ունեն բացի օդը մաքրելուց եւ այլն, բայց նաեւ կա եւ բացի դեկորատիվ արժեքը, խնդիրը ո՞ն է, նայեք հիմա մենք կանգնած ենք եւ արևը հասկանում ենք, դե հիմա դեռ գարունա տանելի է, բայց դուք պատկերացնում եք այդ արևային հարվածներ ամբողջ Թումանյան փողոցը, ել չեմ ասում բիզնեսները ենթագիտակցորեն բիզնեսները կտուժեն, որտեղ մարդիկ ենթագիտակցորեն ել չեն քայլի Թումանյանով, ցերեկվա ժամերին մայիսից սկսած մինչեւ հոկտեմբերի կգնան Պուշկին փողոցով արդեն շահում են հարակից զուգահեռ փողոցներ, դա քաղաքային պլանավորում, դա ընդունված բան է, հասկանում եք, այդ շատ ենթագիտակցական քայլերը։ Երկրորդ այդ վերադառնալով հուդայածառերին, այդ նույն սորտի հուդայածառը չի։ Դուք անգամ կտեսնեք հուդայածառերը տնկել են, ավելի շատ կտրտած ունեն, որտեղ այդ ճյուղերը մտնում են մարդու աչքը, մարդու բերանը խանգարում է, այսինքն սխալ հուդայածառ, սխալ սորտի հուդայածառ են բերել, ինչ որ կասկածելերի ենթադրում եմ գործարքներով։ Հետո ստեղ կա ինքնության մաս, եթե
Կասկադի եւ ամբողջ Մոսկովյանինը հացենիներ էր, հասկանում եք։ Այնտեղ ենթադրում է, որ մեր հիշողության մեջ, ես այդ ամբողջ պատմության մեջ դա հենց այդ Կասկադի կամ ասենք Մոսկովյանի ինքնության մասը այդ հացենիներն էր։ Չորեք ոչ մեկի մտքով երբեք չի անցնի Կիևում Կրիշատիկի ասենք այդ կաշտաները կտրել կամ Շանզելիզեի պլատաները, որտեղ դու հասկանում ես դա այդ քաղաքի ինքնության մաս է։ Նույնը ծառերը, այսինքն ժամանակին, երբ որ թեղիները տնկել են Երևանում, շատ փոշոտ քաղաք ա եղել, ինչպես նաև հիմա, բայց հավատացեք ժամանակին շատ ավելի, որտեղ սկսած ֆոտոսինթեզ վերջացած շատ տարբեր բաների հաշվի են առել, որ թեղին ամենաբնակլիմայական պայմաններով մեզ ամենահարազատը Երևանի համար։ Եթե փոխարինեն, ասենք հիվանդ են, չեն կարող հիվանդ, որտեղ այնտեղ սարսափելի շատ թույլ հիմքեր ունի քաղաքապետարանը եւ իրավական հիմքերը փոխարին ոչնչացնելու, դա փոխարինել չի, պետք է բարի տակ քողարկվել, դա ուղղակի ոչնչացում է Երևանի ծառերին եւ կգա այդ օրը, որ մենք կտեսնենք մեղադրյալների աթոռում բոլոր պատասխանատուներին, մեծից փոքր, ինչքան իհարկե մենք փորձում ենք, որ իրանք ավելի գերագետ հասկանան, բայց իրանք չեն հասկանում նորմալ մարդկային լեզուն, պետք է ստիպված աշխատենք եւ այսօրվա եւ շնորհակալ եմ բոլոր կազմակերպիչներին եւ բոլոր մեր այսօրվա ընկերներին։ Ուղղակի շատ կուզեմ, որ դուք նաև խոսեք մեր ռուս գործընկերների հետ, որտեղ իրանք բավականին շատ հետաքրքիր նոր առաջարկներ ունեն։ Ես իրոք ուրախ եմ, որ Երևանում սենց սրտացավ մարդիկ կան, որովհետև հենց անտարբերությունը բերել է այս հանցագործության կամ լկտիության, որը բերել է հանցագործության կամ հանցագործություն, որը զուգորդվում է լկտիության հետ։ Հավաքվածները մեզ հետ զրույցում նշեցին, որ ինչ-որ նամակներ են փոխանցելու Տիգրան Ավինյանին։ Ինչ նամակների մասին է խոսքը։ Ես անկեղծ ճիշտ ասած չգիտեմ, ես ընդամենը մասնակից եմ, ես հրավերը տեսել եմ եւ եկել եմ մասնակցեմ։ Ես ընդամենը դա, բայց հուսով եմ, որ քաղաքային իշխանությունները, կառավարությունը շատ ավելի լուրջ կնայեն, որովհետեւ անցած օրը տեսա, որ նույնը Դիլիջանում են, այսինքն մայթը բարեկարգելու համար ընդամենը բետոնի սալիկ պետք է դնեն 5, 6, 10 մետրանոց, ասենք Սոչիները կամ մնացած ծառերը կտրում են, ոչնչացնում են, որտեղ մայթ լինի։ Մայթը ինձ համար ամենակարևոր քաղաքային էլեմենտներից է, բոլորը դա գիտեն, բայց հասկանում եք, դա չպետք է անես ծառի հաշվին։ Իսկ Երևանը խայտարակությունը այս կլիմայական, այս փոշու պայմաններում մենք ընդհանրապես ուղղակի չենք դառնում մրցակցային քաղաք։ Մենք հետ ենք ընկնելու դառնանք ինչ որ կասկածելի եւ կեղտոտված օդով քաղաք։